Այո, Ամերիկայում կան ուժեր, որ համարում են, որ լավ կլինի, որ Հայաստանը իրեն որպես ագրեսոր դրսևորող Ռուսաստանից սահմանազատվի։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախի ինքնորոշումը անտեսում է, դա կարևոր չէ։ Ինձ համար տխրեցնողն այն էր, որ քաղաքակիրթ աշխարհից որևէ մեկը բարոյական ապտակ չհասցրեց այս ապիկարին։ Շռչուն ապտակ։ Ինչ ակնկալել Ռուբիոյի այցելությունից։ Եթե ասենք իմ տեսակետին մարդիկ լինեին, խոսեին ճշմարտության մասին։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք Status Quo հեղինակային հաղորդում, այսօրվա իմ զրուցակիցը ԱՅՄ առաջնորդ Պարույր Հարիկյանն է։ Պարոն Հարիկյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հարիկյան, 1-2 օրից մենք կնշենք թերևս ամենակարևոր տոնը պետության պետականության համար մայիսի 28-ը, որի համար դուք պայքարել եք երկար տարիներ, անկախության տոնը նշելու եւ միշտ էլ նաեւ կողմնակից եք եղել, որ դա լինի մեր հիմնական տոնը, ոչ թե սեպտեմբերի 21-ը։ Ինչ տրամադրությամբ ենք մոտենում, դուք ինչպես եք զգում այս ընտրությունները, մենք կունենանք Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը, այս բոլոր նաև լարվածությունները, որ մենք տեսնում ենք ներքաղաքական դաշտում, քաղաքական ուժերը մեկը մյուսի դեմ կարծեք անհաշտ պայքարի մեջ են մտել, որը ազդում է մարդկանց եւ հոգեբանության եւ ընդհանուր տրամադրության վրա, մարդիկ չեն հասկանում, թե վաղվա օրը ինչպիսին է լինելու, ինչպիսին եք դուք տեսնում վաղվա օրը։ Շնորհակալություն նախարարերի համար, գիտեք ինչու հատկապես եւ անկեղծ շնորհակալություն, որովհետեւ այս օրերին նախընտրական այս փուլում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ընտրության այս կամ այն դրվագի վրա կամ մասնակցի, քանի որ մենք ընտրությանը չենք մասնակցում, բայց շատ լուրջ հարցերից չենք հրաժարվել, ինչպես միշտ ստրատեգիական խնդիրները կարևորագույնը համարելով, կարևոր է որ դուք ընդհանուր հունի մեջ չեք, ընդհանուր տրամադրվածության դաշտում չեք։ Ձեր հարցը բավական ընդարձակ էր, հետեւաբար եթե որևէ բան ես բաց կթողնեմ պատասխանես մեջ, խնդրում եմ կրկին հարցնել, ուզում եմ մի հստակեցում կատարել, դուք շատ լավ ճիշտ հիշում եք, որ ես եւ ոչ միայն ես, ԱԻՄ-ը ի սկզբանե դեմ է արտահայտվել մայիսի 28-ը ինչ-որ առաջին հանրապետության օր կոչելը։ Այդպիսի անուն կարող էր ունենալ մայիսի 28-ը, եթե դրանից առաջ մենք լինեինք օրինակ միապետություն, իսկ հետո շեշտվում է, որ մենք դառնում ենք հանրապետություն։ Բայց եթե դու պետություն չունես եւ պետականությունդ վերականգնում ես, բնական է, որ պետք է ճիշտ անունով կոչվեր, եւ թող որևէ մեկը իրեն վիրավորված չզգա, անպարկեշտություն է այն, որ մենք համարձակվեցինք տոն, որ ունի իր անունը, փոխել այդ անունը։ Դա հավասարազոր է նրան, որ ես ինձ թույլ տամ որևէ մեկի երեխային որդեգրել, տիրություն անել, ինչպես ասում են, եւ այդ երեխայի անունը փոխել։ Մայիսի 28-ը ունեցել է հեղինակներ, արարողներ։ Այդ արարողները այդ օրը կոչել են անկախության տոն։ Մեր առաջարկն այն էր, որ այդ անկախության տոնի փոխարեն մենք էլի կոչեինք անկախության օր, բայց կոչեինք անկախության վերականգնման օր։ Իդեպ այս հարցը ճշտելու համար ես ժամանակին իմ առանձնատուն եմ հրավիրել բոլոր հայտնի միջազգային իրավունքի մասնագետներին, ներառյալ Վլադիմիր Հովհաննիսյան, ներկայումս հայտնի Արապապյան, հատուկ քննարկում են կազմակերպել, ես անձամբ չեմ հրավիրել, ես Վազգեն Մանուկյանը եւ Աշոտ Մանուչարյանը, որպես իրենք գնահատական տան, թե ինչպես կոչել մայիսի 28-ը։ Եվ իրենք միաձայն, շատ հետաքրքրական է, որ կոմունիստ Վարդանյանի, Յուրի Վարդանյանի նախաձեռնությամբ ավելացրեցին վերականգնելու, որովհետեւ մենք պատմականորեն ունեցել ենք անկախություններ։ Այնպես որ ես կողմ եմ եղել պատմական երևույթները ճիշտ գնահատելուն, որովհետև երբ դու երևույթները ճիշտ ես գնահատում, ճիշտ անուն ես տալիս, դու լինում ես տիեզերական օրինաչափությունների հետ, դա շատ կարևոր բան է, այսինքն հավատացյալների համար ասեմ, լինում ես Աստծո հետ։ Ինչ վերաբերում է նախապատվություն տալ տոներին, սահմանադրության օրն էլ է կարևոր, ինքնորոշման օրն էլ է կարևոր, ինչի ենք մենք սեպտեմբերի 21-ը կոչում ինքնորոշում, որովհետև 1 տարի առաջ անկախության հռչակագիր արդեն ընդունված էր։ Մենք սեպտեմբերի 21-ին այո ասացինք ներկայացուցչական մարմնի ընդունած որոշմանը եւ դա շատ կարեւոր էր։ Այսինքն երբ մենք ստեղծում էինք ազգային ինքնորոշում միավորում կազմակերպությունը, սա պիտի կրկնեմ, որպեսզի բոլոր հայերը հասկանան, դա ամբողջ սովետական միության առաջին քաղաքական այլընտրանքային կազմակերպությունն էր։ Մենք ընդհատակից ազգային միացյալ կուսակցությունը հանելով կոչեցինք
ազգային ինքնորոշում միավորում, որովհետև ինքնորոշումը հավերժական արժեք է եւ ամեն պահի, ամեն մարդ առաջնորդվում է ինքնորոշման իրավունքով, ամեն ազգ կարևորագույն հարցերը։ Այնպես որ եւ անկախության տոնն է կարևոր, եւ ինքնորոշման, եւ սահմանադրությունը որպես այդ արժեքների ամփոփման եւ ամրագրման օր։ Մեզ համար դուք նշեցիք 2 օրից, 3 օրից, մեզ համար հատկապես կարևոր է գիտեք ինչով, որ շատ կազմակերպություններ ունենք, բոլորն էլ կարող են անեն բաներ, որ հետագայում մենք կհիանանք իրենց արածներով, բայց փաստը մնում է այն, որ մոռացված անկախության տոնը, մոռացված եռագույնը Հայաստանում վերականգնել է ազգային միացյալ կուսակցություն Այո, իհարկե դա շատ կարևոր, բայց ցավալին այն է, որ սա կարծեք նույնիսկ պատմություն է դառնում, այսինքն մենք արդյոք իսկապես այսօր թե իշխանությունը պնդում է, որ այո, մենք ինքնիշխան ենք ավելի դարձել, ինքնորոշման մասին եք ասում, որ Արցախի ինքնորոշման հարցը ընդհանրապես դուրս եկավ արանքից, մենք խոսում ենք անկախության մասին, բայց կարծեք անկախությունը քիչ արդեն հասկանալի չէ, թե մենք իսկապես արդյոք անկախ ենք, ինչպես որ մենք պատկերացնենք կամ դուք մասնավորապես պատկերացրել եք Հայաստանի անկախության մասով, արդյոք սա եք դուք տեսել։ Դա ես ուզում եմ գանք հիմա մեր ժամանակներ եւ հասկանանք, թե ինչպես եք դուք տեսնում այսօրվա զարգացումները։ Իհարկե, այսօր մենք բավական անհեթեթ երևույթների ենք առնչվում, բայց ես ուրախությամբ արձանագրում եմ, որ մենք ի վերջո որքան էլ որ դժգոհ լինենք, դարձել ենք միջազգային իրավունքի ենթակա։ Եվ բոլոր նրանք, այդ թվում նաև ես, մեր ընկերներից շատերը, պայքարի ընկերներից, ովքեր դժգոհում են Հայաստանի պետականության ներկա մակարդակի մասին, պիտի հիշենք, որ այնուամենայնիվ մենք կենցաղային, առօրեական, գաղթականի մակարդակից հայկական ներկայությունը միջազգային հարաբերություններում դարձրինք շոշափելի որպես միջազգային իրավունքի ենթակա։ Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա է։ Իսկ այն որ փաստացի դե ֆակտո, ինչպես ասում են, դրսևորումներում մենք շատ հաճախ մեզ դրսևորում ենք հանդես են գալիս ոչ որպես իսկապես միջազգային իրավունքի ենթակա անկախ պետություն, դա գալիս է օրվա իշխանավորներից եւ դա բոլոր երկրներում կարող է պատահել, բավական է որևէ երկրի գլխավոր առաջին դեպքին դարձնել լրտես այլ պետության գաղտնի ծառայության եւ այդ պետության անկախության դրսևորումները կլինեն հակասական։ Ինչ վերաբերում է ձեր նշած ինքնորոշմանը, դուք շատ ճիշտ նկատեցիք, դա սարսափելի բան է։ Խոսել ինքնորոշման սկզբունքի դեմ, դա նշանակում է իրավունքը, նաեւ միջազգային իրավունքը դարձնել երկրորդական։ Ինձ համար տխուր էր, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը Արցախի ինքնորոշման իրավունքը չի ճանաչում։ Ինձ համար տխուրը դա չէր, դե մարդ է, ասում է չի ճանաչում, անմակարդակ է, կարծում է թե իր ճանաչելով է որոշվում, բայց ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի ամրագրված դրույթներից մեկն է։ Դրանով աշխարհի ավելի քան 100 պետություն անկախություն են ստացել, այդպես են դարձել պետություն։ Ինձ համար տխրեցնողն այն էր, որ քաղաքակիրթ աշխարհից որևէ մեկը բարոյական ապտակ չհասցրեց այս ապիկարին, շռչուն ապտակ, որ դու փոքրիկ անշնորհք, դու ով ես, որ խոսես ինքնորոշման գաղափարը ոտնահարելու, անտեսելու մասին։ Եվ տեսեք, դա մեր հայկական բացասական ներդրումը եղավ միջազգային իրավունքի ներկա հարաբերություններում։ Հիշենք, չմոռանանք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախի ինքնորոշումը անտեսում է, դա կարևոր չէ, որ ավելի կարևոր բան կան, մինչդեռ աշխարհում Աստված անգամ մարդուն ստեղծել է նրան տալով ինքնորոշման իրավունք։ Միակ առարկայական բանը որ տվել է։ Դրան հաջորդեց Ուկրաինան, որովհետև Պուտինը տեսավ, որ ահա, պարզվում է, որ այդ ինքնորոշման կարևորությունը ամենազգ ինքն է իր ճակատագրի դերը ներառյալ դա ամրագրելու համար է ստեղծված սահմանների անձեռնմխելիությունը, որը սակայն ենթակա է, որովհետև միջազգային իրավունքում մենք չենք ունեցել ինքնորոշման ոտնահարում հանուն սահմանների։ Ավելի շատ, ավելի հաճախ գործում օրինակ Չեխոսլովակիան սահմանների անձեռնմխելիությունը դարձավ Չեխիա եւ Սլովակիա։ Եւ այդպես կարող եմ շարունակել, Հարավսլավիան դարձավ 5-6 պետություն։ Ինքնորոշումն է ամենակարևորը։ Եվ դուք շատ ճիշտ եք նկատել, այդ հարցում մենք ոչ միայն կողմ ենք, այլ բացասական դերակատարություն ունեցանք քաղաքական միջազգային հարաբերություններում եւ մասամբ դրա դեմ է ուղղվածի այս հետևողական պայքարը չասեմ աշխատանքը բացարձակ ժողովրդավարության համար, որովհետեւ բացարձակ ժողովրդավարության հիմքում ընկած է մարդկանց ինքնորոշումը, մարդկանց միջոցով հանրության ինքնորոշման իրավունքը։ Իդեպ ես ամեն դեպքում պիտի այդ մասին խոսեմ, քանի որ ասացիք մի քանի օրից անկախության տոնն է, գիտեք, մեր կազմակերպության մեծագույն ներդրումներից մեկն էլ այն է, որ մենք վերադարձրինք խոսելով ինքնորոշման մասին, մեր ժողովրդին վերադարձրինք եռագույնը,
88 թվականի մայիսի 28-ին եւ վերադարձրեցինք այդ տոնը որպես տոն։ Գիտեք, կարևոր է նաև այդ երագույնը եւ տոնը բովանդակությամբ լցնելը։ Հիմա տարբեր քաղաքական ուժեր փորձում են իրենց բովանդակությունը բերել, որը շատերի համար դարձել է զուտ ընդհանրեն իշխանության համար պայքարի ձև, ոչ թե իրապես պետականության, անկախության, ինքնորոշման, ինչպես որ դուք նշեցիք, բովանդակությամբ լցնելը։ Եվ սա արդյոք չէ ինչի հետ է կապում արդյոք սա մեր գրագիտության պակասն է պետականության, պետական կառավարման մասով, հայրենասիրության պակասն է, ինչ է կատարվում մեզ հետ, ես անընդհատ փորձում այդ հարցը տալ, ինչ է կատարվում մեզ հետ։ Հիմնական իհարկե ճշմարտության ուրացումն է, որովհետև եթե դու ճշմարտասեր ես, դու այդ խնդիրները չես ունենում, բայց երբ ունես նկատառումներ, ասինքն մարդ ես, մտածում ես, այս ինչ բանը մարդիկ արժեք են համարում, ես նկատի ունեմ ոչ այսօրվա վիճակում, գիտեք, եւ մեր ժողովրդի պայքարն է անտեսվում, ինքնորոշման վրա հիմնված համաշխարհային աջակցությունը գետնով տրվեց, դրա մասին չեմ խոսում, այլ խոսում եմ ընդհանրապես։ Մարդը, եթե որևէ մեկը 40 տարեկանից երիտասարդ է, ես ներելի եմ համարում, բայց եթե 40 տարեկանից բարձր է եւ ուղղակի ասում եմ առանց քաշվելու, ասում եմ, եթե դու եղել ես ինքնորոշման կողմնակից, անկախության կողմնակից, Հայաստանում էլ կար միայն մեկ կազմակերպություն, ինչի՞ չէր գալիս այն։ Չէ՞ որ տասնյակ հազարներ եկան, միայն գրանցված մարտիկները ԱԻՄ-ի 90-ական թվականներին 18500 հոգի են, տվել ենք պետական արխիվ։ Մարտիկները նշանակում էր նվիրյալ։ Բայց ինչի՞ չես եկել ու հանկարծ հիմա հայտարարում ես, որ դու անկախության պայքար ես մրում, ազգային ուժ ես։ Երիտասարդներին ներելի է, բայց ինչի հետ է դա կապված ձեր հարցին անմիջականորեն պատասխանեմ։ Մարդը, որ նոր է մտնում ասպարեզը, իրեն երևակայում է մտքի խորքում Հուլիոս Կեսար կամ Նապոլեոն կամ Նժդե, ասում է, ինչի՞ց սկսեմ, հա, այս բանը արժեքավոր է։ Ու մոռանում է, թե դա ով է արժեք ազդարարել, որ եղել է ազգային միացյալ կուսակցություն, Հայկազ Խաչատրյան, Ստեփան Զատիկյան, որ գնդակահարվեց, որ այդ Հայկազ Խաչատրյանը 50 անց էր, այդ տարիքում մտավ պայքարի մեջ, ընդհատակյա հզոր կազմակերպություն, մոռանում են նրանց։ Մենք սկսեցինք անկախության պայքարը, մենք միակ ազգայինն ենք։ Ես 74 թվականի նոյեմբերի 22-ի իմ վերջին խոսքում դատարանում ասված, գիտեք, այդպիսի բան չի եղել, որ միանգամից աշխարհով մեկ տարածվի, առնվազն 20 լեզվով տարածվել է, եւ հետո բանտեկողներն ասում են, գիտես, մեր վրա ինչ ազդեցություն է թողել քո վերջին խոսքը։ Այնտեղ ասում են, որ ազգային միացյալ կուսակցությունը, այդ ժամանակ արդեն ես էի ղեկավարը, իր էությամբ ազգային ժողովրդավարական կազմակերպությունն է։ Հետագայում ասպարեզի շնորհներ այդ ազգայինները, ժողովրդավարականները տարրական հարգանք պիտի ունենան։ Ասենք որևէ մեկի չեմ ակնարկում, որտեղ կան այսօր ազգային ժողովրդավարականով հանդես եկող, որ շատ խորին հարգանքով նշում են մերանց այդ ճանապարհը, ասում են շատ բաներ ենք սովորել։ Բայց այստեղ կայանալու մարմաճը եւ որպես բացառիկ, ինչու բացառիկ, ոչ միայն բացառիկ, այլ որպես կարևոր կայանալու, նրա համար է, որ ուզում են աթոռ ստանալ, բնական է։ Մտել ես քաղաքականություն, պիտի աթոռ ստանաս, որ ինչ-ինչ գաղափարներ կյանքի կոչես կամ էլ կյանքդ կարգավորես։ Էդ էլ կա, չպետք է ժխտենք։ Դրա համար դրա հետ է կապված, բայց եթե ճշմարտությանն հավատարիմ են, ճշմարտությանը հավատարիմ ես, դու արդեն քո ժողովրդի ունեցած արժեքները համարում ես կոնը։ Ինչպես ես խոսելով մինչև 21 թվականը Զանգեզուրը պահելու Նժդեի այդ արարքի մասին, ասում եմ, տեսեք, հակադրվեց ամբողջ կայսրությանը։ Բայց երբ որևէ մեկն ասում է, հակադրվեց ու տեսար մեր համար պահեց, ասում լսիր, իրենից հետո արդեն ուրիշ խնդիրներ են եղել, բայց այդ պահին ինքը պահեց։ Հետո արդեն Ռուսաստանի Մոսկվան չէր ուզում, որ թուրքական աշխարհը անմիջականորեն կապված լինի։ Այդ գործոններ կար, բայց ճիշտն ասենք, բոլոր դեպքերում այդ ճշտից որևէ մեկի կատարած ներդրումը չի տուժում։ Այսօր մեր հանրության մեջ այդ բացասական դրսևորումների գլխավոր խանդավառողը, խրախուսողը եսակենտրոնությունն է, եսասիրությունը, որը հանգեցնում է ճշմարտամերժության։ Պարոն Հայրիկյան, ինչ ակնկալել Ռուբիոյի այցելությունից։ Մարկ Ռուբիոն, պետքարտուղարը Միացյալ Նահանգների ժամանում է Հայաստան, տարբեր կարծիքներ կան, իհարկե քարոզչությունը բնականաբար դա ներկայացում է որպես իրական իսկապես դա մեծ դա պետք է խոստովանենք, սա շատ կարևոր այցելություն է, այսինքն այնպես չի որ ամեն օր Միացյալ Նահանգներ պետքարտուղարն այցելում, բայց այստեղ այդ թերարժեքության կոմպլեքսը շատ ավելի է ինձ մոտ աչքը զարնում, երբ որ ասում եմ, տեսեք, մեծ տերության ղեկավարը կամ ղեկավար մարմիններից մեկը եկել է Հայաստան, շատ ավելի շատ դա է կարծեք կարևորվում, քան թե իրականում ռազմավարական առումով Հայաստանը կոնկրետ ինչ է ստանում կամ ինչ է տալիս
Իհարկե շատերը սա համարում են win-win, այսպես ասած, երկկողմանի հաղթանակի բանաձև, որ Միացյալ Նահանգներն էլ է ստանում, Հայաստանն էլ է ստանում, ինձ բնականաբար հետաքրքրում է կամ մտահոգում է, թե Հայաստանը ինչ է ստանում, ինչ է դրա դիմաց տալու, ինչ է ստանում եւ արդյոք սա նոր ժամանակաշրջան չէ ադրբեջանական ներկայության ուղղակի ֆունդամենտալ ավելացման այս տարածաշրջան եւ թուրքական կոմպոնենտի։ Գիտեք, եթե մենք մեզ ճիշտ պահենք, շատ բան կարող ենք փոխել, մանավանդ երբ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ։ Եվ այդ ավելացնելու, պակասացնելու մասով եմ ասում, մարդկանց համար դժվար է հասկանալ, մանավանդ տեսեք, ես ասենք երկու խոսքով փորձում եմ ներկայացնել մի բան, որ 2 տարում եմ անցել, մեծ մասը չեն անցալում։ Ես քանի որ տեսել եմ, իմ առաջին լուրջ միջազգային հանդիպումը բանտերից հետո եղել է պետքարտուղարի տեղակալի հետ Մոսկվայում։ Ռեյգանի Սովետական միություն ժամանելուց առաջ 88 թվականին ինքը հանդիպում խնդրել կազմակերպել դեսպանությունը կազմակերպել էր 5-6 հոգի էին կամ առավելագույնը 7 հոգի Լարիսա Բագարազ, Սերգեյ Գրիգորյան, Կավալյով, Յակունին եւ ես։ Կարող էլի 1-2 հոգի լինեին։ Ինքը ասում էր ընդունված է աշխարհում, որ երբ որևէ պետության ղեկավար կամ պատասխանատու այցելում է այլ երկիր, հանդիպում է նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։ Քանի որ սովետական միությունում ընդդիմադիր ուժեր չկան, դուք եք ընդդիմության ներկայացուցիչները։ Իդեպ Շիֆտեր ազգանով։ Ու առաջարկեց, որ մենք հարցրեց, մենք պատրաստ ենք Ռեյգանի հետ հանդիպել։ Ասացինք իհարկե այո, հետո ինձ հետ նույնիսկ առանձին հանդիպում խնդրեց, որովհետև այն ժամանակ ըստ Reuters-ի գնահատման ամենահեղինակավոր գործիչը ես էի, մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչներին նաև միավորող, եւ այնտեղ էլ առանձին մասնավոր բաներ խոսեցինք, հետո երբ Ամերիկայում է եւ քաղաքացիությունից չէին վերականգնում, Մոսկվան չէր վերականգնում, մի օրվա մեջ 40 սենատոր, այսինքն շփվել եմ այդ մակարդակների հետ, գիտեմ թե ինչքան կարևոր է, երբ դու ունես սկզբունք, որը հարազատ է իրենց, բայց երբ դու չունես սկզբունք, իրենք մտածում են հարմարավետության մասին։ Այն ժամանակների մասին միտքը ամփոփեմ, աշխարհը Գորբաչովին համարում էր փրկություն լարվածության մեկուսացման իմաստով, նվազեցման իմաստով։ Ինձ համար հասկանալի էր, որ Գորբաչովը խաղ է անում, որտեղ կայսրության ղեկավարը ուզում է կայսրությունը փրկել։ Եվ նրանք, ովքեր իմ տեսակետն ընդունում էին, նրանք լռում էին, որտեղ հասարակական կարծիքը իրենց բոլորին ճնշում էր։ Որպեսզի մեր կապարանը Այսինքն ավելի շատ արևմուտքը ընկալում էր Գորբաչովին որպես Գորբաչովը ամենահարգված մարդն էր աշխարհում։ Մինչև հիմա ընդորում։ Սարսափելի բան էր։ Եվ երբ ես կոնգրեսականների հետ հանդիպելու ժամանակ հետո տարբեր տեղ ելույթներում գրեցի, հետո արդեն Փարիզի կոնֆերանս եղավ, ես զարմանքով տեսա, որ բանը Congressional Record-ում սենատոր Հելմսը տպում է իր ելույթը, դիմում է Բուշին, ասում է, որ լսեք, մենք պիտի լսենք Հայրիկյանին, ոչ թե նրանց, ովքեր որ ասում են, միևնույնն է, իրենք շարունակեցին եւ հիմա շարունակում են։ Իրենք շարունակեցին։ Այնտեղ most favored nations տալու հարց կար։ Եվ պատկերացրեք, սա ինչի եմ ես հիմա հիշում, որ թվում էր թե դա անհույս է։ Ինձ նույնիսկ սենատում, սենատ կոնգրես համատեղ բաներ, ունկնդրություններ, գլխավոր բանախոսները ես եւ Պետրո Ռուբանն էինք իմ հիմ։ Պարոն Հայրիկյան, բայց քանի որ ժամանակի խնդիր ունենք, եկեք վերադառնանք մեր օրերին։ Մարկո Ռուբիոն գալիս է, հիմա կոնկրետ ինչ սպասենք Մարկո Ռուբիոից։ Հիմա եթե ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների նույնիսկ նախագահ, եթե գալիս է Հայաստան, դա դրա մեջ սարսափելի որևէ բան չպետք է։ Չէ, սարսափելի ես չասեմ, սարսափելի։ Հասկանանք ինչ է, դա ինչ է, ասում են որ թրիպը պետք է ստոր, այսինքն վերջնականացվի։ Եվ Հայաստանի գոյության, Հայաստանի ինչ որտեղ անվտանգության երաշխիք է, երբ որևէ մեկը մանավանդ գալիս է միայն Հայաստան, ոչ թե Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։ Դա պետք է գնահատել որպես ուրախալի երևույթ։ Բայց թե ինչոնով ենք մենք դրան պատրաստ, ինչ ենք պատրաստ։ Օրինակ, էլի դուք ասում եք, ես երբ որևէ բան ասում եմ, ուզեմ չուզեմ, պետք է անցյալին նայեմ։ Երբ ամերիկյան սենատորները ներկայացրեցին վերջնագիր, որ Գորբաչով Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց վատ կլինի, Լևոն Տեր-Պետրոսյանն էր Հայաստանի ղեկավարը, ստացավ այդ թուղթը եւ հրապարակելու փոխարեն ասեց Գորբաչովը կարող է նեղանալ։ Հիմա այս նույնը այստեղ է։ Եթե Հայաստանում որևէ քաղաքական գործիչ ով կարժանանա հանդիպման իրավունքի, վեր կենա ասի, Պուտինը կարող է նեղանալ, նրանք ասում են լավ։ Կամ Ալիևը կարող է նեղանալ, լավ հասկանալի է, ձեր հետ խոսել իմաստ չունի։ Բայց երբ ասում է բարով եք եկել, ձեր արժեքները շատ ողջունելի են, մենք փորձում ենք այդ արժեքների հետ համահունչ ապրել։ Բայց արժեքների խնդիր չէ դրված, պարոն Հայրիկյանի արժեքները դրված կողմը մենք էլ իրենք էլ այնպես չէ որ ամերիկացին չէ արժեքների համար են եկել Հայաստան։ Չէ, ամերիկացիք
Կոնկրետ ծրագիր է, կոնկրետ բիզնես է, կոնկրետ ես դու բացասական բանով չեմ ասում, ինչ արժեքներ։ Մարդիկ կոնկրետ աշխարհաքաղաքականություն են փոխում, ամբողջ տարածաշրջանն են վերաձևում, ինչ արժեքների մասին։ Եթե գալիս են քեզ մոտ եւ ուզում են քեզից բան լսել, դու կարող ես ներկայացնել մի դեպքում հաջողակատարություն, ստրգամտություն, գրական լեզվով ասած, ճիշտ ասած, կարող ես ներկայացնել սկզբունքային։ Լավ, Հայաստանին չէ դա ներկայացում։ Հայաստանը, եթե Նիկոլով պիտի ներկայանա, անհասկանալի մի բան, որովհետև Հայաստանը մի կողմից խոսում է եվրոպական արժեքների մասին, մյուս կողմից եվրոպական քաղաքակրթությունը, արևմտյան քաղաքակրթությունը, քրիստոնեական քաղաքակրթությունը մի մակարդակ, ամենաբարձր մակարդակի հասցնող բացարձակ ժողովրդավարության նախագիծը կոծկում է։ Այսինքն սա ցույց է տալիս, որ ինքը ի սկզբանե կեղծարար է։ Բայց եթե ինքը մինչ այդ գարասր, գիտեք, բարով եք եկել, դուք եկել եք այն երկիր, որը այսօր արդեն հավակնում է դառնալ աշխարհի համարում են ժողովրդավարության բաստիոն այդ երկիրը։ Հեքիաթ է։ Ժողովրդավարական բաստիոնում քաղաքականավորներ չեն լինում։ Ամերիկացիք էլ դա գիտեն, ամերիկյան հատուկ կազմակերպություններ բազմաթիվ զեկույցներ ներկայացրել են։ Այս փուլում, այո, Ամերիկայում կան ուժեր, որ համարում են, որ լավ կլինի, որ Հայաստանը իրեն որպես ագրեսոր դրսևորող Ռուսաստանից սահմանազատվի։ Բայց մի րոպե, էլի պարոն Հայկյան, այսինքն ուզում եք ասել Միացյալ Նահանգներում քաղաքական հարցերը որը մեկին չեն ձերբակալու։ Իհարկե ոչ։ Վստահ։ Իհարկե։ Այսինքն Միացյալ Նահանգներում ով ինչ ասում է, անկախ նայած համակարգի դեմ է ասում, ինչ որ բաներ, որևէ ձև իրանց չեն։ Ես ուզում եմ ասել, տեսեք, Ֆրանսիայում, նույն Ֆրանսիայում։ Ինչ եմ ուզում ասել։ Երկրների ժողովրդավարականությունը որոշում է նախ եւ առաջ դրանով։ Խոսքի համար մարդը կալանավորում է թե ոչ։ Ամերիկայում եւ Ֆրանսիայում եւ եվրոպական երկրներում այնպեսի ծայրահեղության են հասել խոսքի ազատության հարցում, որ ասում են մեր հայրերը ապրել են այսպիսի օրենքներով, ես ուզում եմ դրանցով ապրել, ասում են դու իրավունք չունես։ Այսինքն անգամ գերա չարաշահում կա։ Չէ, ինձ ցանկացած այսինքն ոչ թե ինձ ես շատ բան ունեմ տեղեկություններ, որ ոչ թե այստեղ խնդիրը արևմուտքի լավ կամ վատ լինելն, այլ համակարգի դեմ ընդհանրապես որևէ պետության մեջ համակարգի դեմ խոսելը անկախ նայած դա ժողովրդավարական է թե ոչ ժողովրդավարական ունի լուրջ հետևանքներ։ Եթե դու խոսում ես պետական համակարգը բարեփոխելու օգտին, դա որևէ հետևանքի չի հանգեցնում։ Եթե դու խոսում ես պետական համակարգը օրենքով արգելված միջոցներով փոխելուն, բնականաբար կարող է այնտեղ լինել ճնշում հետապնդում, որովհետև դու իրավունք չունես գնաս զենք բայց մեկի ճակատին ասես, «Էս ինչ բան է պիտի արվի»։ Այո, այդ դեպքում, բայց դա արդեն քրեական հանցագործության ոլորտն է, ոչ թե քաղաքական։ Արևմուտքը տարբերվել է նրանով, որ քաղաքական կալանավորներ այնտեղ չկան։ Եթե լինում են թյուրիմացություններ, օրինակ Անջելա Դեվիսը բռնության կողմնակից է եղել, հին թվերի բան եմ ասում, բայց ի վերջո իրեն կարողացան հետապնդումներից ազատել։ Ձեզ Ռուբիոյի մոտ կբարձրացնեն մեր գերիների հարցը։ Օրինակ դա սարսափելի բաներից մեկն է, որ մենք գերիներ ունենք եւ գերիներից բացի ուրիշ հարցերով ենք խոսում, նախ եւ առաջ պիտի դրա մասին խոսենք։ Հենց դա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն ժողովրդավարության բասիոն չենք, այլ պարզապես մարդ չենք։ Նկատի ունեմ Հայաստանի իշխանությունները։ Դրանք մարդ չեն, ոչ թե վատ քաղաքական գործիչ են, ուղղակի մարդ չեն։ Ինչ վերաբերում է ընդհանրապես իր այցելությանը, եթե ես մի քիչ կաշկանդված եմ որոշ հարցերում, բայց եթե ասենք իմ տեսակետին մարդիկ լինեին, խոսեին ճշմարտության մասին։ Ճշմարտությունը այն է, որ տեսեք, եւ գերիներ կան, եւ մեր սահմաններն են խախտվել, եւ այսպես կոչված Ալմատայում միջազգային փաստաթուղթ չի ընդունվել, այդ խափեությունը։ Բայց նույն ամերիկացիներն են ընդունում Ալմատի փաստաթուղթը։ Եթե դու ասում ես, իրենց էլ դա իրենց համեստությունը է։ Ես էլ եմ լսել, դե եթե քո կառավարությունը այսպես է ասում, ապա նրանք չհասկացա, իրենց սեփական խելքը կամ իրենց սեփական պատկերացումները չունեն։ Ճիշտ եք ասում։ Հիշում եք, ես ինքնորոշման մասին որ ասացի։ Երբ Նիկոլն ասում էր մենք Արցախի ինքնորոշումը չենք ճանաչում, այնտեղից պիտի ասեին։ Դասեն այդ տղա, դու ես, դու Աստված ես, որ ուզում ես ճանաչի, ուզում ես մի ճանաչի։ Արցախը քեզ անկախ է։ Դա ոնց որ քո խնդրեմն է, դու եթե դու ընդունում ես, որ պիտի նա լինի Ադրբեջանում, ուրիշը չի ասում, չէ, դու պիտի պահես իրան։ Չէ, դա կա, ֆրանսիացիները ընդունեցին ռեզոլյուցիա ընդունեցին, որ Արցախի ինքնորոշման հարցում է, այլ Հայաստանը որևէ արձագանք, հետեւաբար այնպես չի, որ այդ հարցում իրենք ճիշտ են։ Պարոն Հայրիկյան, ցավոք րոպեները շատ արագ անցան, մաղթանք ունեք մայիսի 28-ի հետ կապված։ Մայիսի 28-ի հետ կապված մաղթանքս այն է, որ մենք այս օրերին առաջիկայում սպասվող ընտրություններին ունենք կարևոր անելիք, բայց ցավոք սրտի մենք տեսեք իմ խոսքը այս պայմաններում
տասնապատիկ ավելի ազդեցիկ է, քան ընտրության մասնակցած որևէ մեկի խոսքը։ Դրա համար ես շատ զգուշավոր կլինեմ։ Իմ առաջարկն այն է, որ ընդդիմադիր դաշտում հայտնված քաղաքական ուժերը գոնե մի հարցում համաձայնության գան։ Դա այն հարցն է, որ հենց հիմա հայտարարեն, որ անցնելով խորհրդարան մենք այս ուժերս տրամադրված են կազմել պարլամենտական մեծամասնություն, այդ կայուն մեծամասնություն խուժան բառը օգտագործել չեմ ուզում, եւ քանի որ մի քանիսը արդեն խոսում են սահմանադրական փոփոխությունների մասին եւ ազդարարեն, որ անենք ամեն բան, որպեսզի Հայաստանը իսկապես դառնա իսկապես ժողովրդավարական կամ Պարույր Հայրիկյանի նախագծով դառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Այդպիսի մի քայլը շատ կօգնի գործին եւ ես պատրաստ եմ այդ ուղղությամբ քայլեր կատարել։ Ինչ վերաբերում է անկախության տոնին, առաջին բանը, որ պիտի արվի, փոխել այդ տոնի անունը։ Այդ խուժան անունը, կեղծ անունը եւ պարտադրված անունը KGB-ի կողմից է պարտադրված, որպեսզի անկախություն բառը քիչ օգտագործվի։ Դա պետք է փոխվի, դա իմ մաղթանքն է, որ մեր պետությունը դա շուտ անի։ Ինչ վերաբերում է առաջիկա գործընթացների հետ կապված ծրագրերին, այո, մենք այս ընտրությանը չենք մասնակցում, որովհետև մենք բացարձակ ժողովրդավարությունից դուրս որևէ ընտրակարգ չենք համարում, ճիշտ, բայց քանի որ գործընթացը, որը կարող է մեր կյանքին նպաստել, արժի այդտեղ կենտրոնանալ։ Մասնավորապես կենտրոնանան գաղափարի շուրջը ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերը եւ ասեն, գիտեք, մենք առանձին գնում ենք, բայց եթե չունենանք բարդ մեծամասնություն, պատրաստ ենք այս ուժերի հետ կնքել համաձայնություն եւ երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։ Պարոն Հայրիկյան, շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ, հիշեցնեմ, որ հյուրընկալեցինք այ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, հաջողություն ձեզ։